Հիսուս Քրիստոսին է ուժմախթում ԿՊԱ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որ ամենակարող Տերը մեր բոլորի հոգևորը բժշկի, իսկ լրատվամիջոցների համար կարծում է առանձին Տեր Աստծուն դիմելու կարիք կա։ Եթե սա է մեր երկրի հոգևորականի դեմքը, ուրեմն Տեր Հիսուսին ցանկանում է մեծ ուժ բուժելու մեր հոգևորը։ Իսկ Հայաստանի լրատվությունը անհույս է, բուժման ենթակա չէ։ Երևի այդ մասով էլ Աստծուն խնդրեմ։ Հունանյանը նմանատիպ ուշագրավ հայտարարություններով էլի է աչքի ընկել։ 2 ամիս առաջ անդրադառնալով կաթողիկոսի դեմ արշավին ասում էր, եթե կաթողիկոսը սուրբ է, ապա Ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Սրբերից ու կույսերից անդին մայրաթոռում նախորդին եպիսկոպոսատ ժողով էր։ Լուր մտնում ու լուր դուրս էին գալիս հոգևորականները քննարկման դահլիճից, իսկ քննարկման առարկան ենթադրաբար վեհափառի եւ մայրաթոռի շուրջ բորբոքվող քաղաքական ու հանրային խոսույթներ։ Դուք ունեք պատասխանը ինչու է զեղչվել ձեր ներկայությունը։ Ժողովին այդ հարցերը կհնչեն պատասխան։ Մինչև եպիսկոպոսատ ժողովը Աբրահամ Սրբազանն ասում էր, որ իր եւ Փաշինյանի ներկայությամբ պատարագին վեհափառի անվան զեղչումն է քննարկվելու ժողովին։ Հնարավոր է քննարկման թեման եղել է նաեւ իշխանություններին միացող հոգևորականների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների հեռացման կարգալուծության հարցը։ Մայրաթոռը հայտարարություն է տարածել, որ քննարկել են պատարագին կաթողիկոսի անվան զեղչումը։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Կիրակի վարչապետին ընդունել, ձեռքը սեղմել ու այտներ համբուրել մեկ այլ Մասացիոտ ընթեմի առաջնորդ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա մինչ այդ ակտիվ քննադատում էր իշխանություններին, անվանում ուխտադրժություն այն, ինչ ինքը արեց կիրակի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։